Բարև ձեզ Factor TV հյուրը ապրի Արմենիա վերլուծական կենտրոնի գիտաշխատող Լեոնիդ Ներսիսյանն է, ողջույն։ Բարև Ներսիսյան, շնորհակալություն Factor TV գալու համար։ Ամբողջ ռազմագիտական աշխարհը քննարկում էր ըստ էության, թե ինչպես Ուկրաինային հաջողվեց իրականացնել Սարդոստայն գործողությունը Ռուսաստանի տարածքում, որի արդյունքում ռազմավարական նշանակության այսպես արկեր, ճիշտ եմ ասում, կրող կամ կրելու ենթակա ռազմական ինքնաթիռներ ոչնչացվեցին, այն ինչպես հաջողվեց։ Թևավոր հրթիռներ կրող ինքնաթիռներ տարբեր տեսակի վերջի տվյալներով բաց աղբյուրներից մոտավորապես 20-22 հատ ինքնաթիռի մասին է խոսքը գնում։ Թե սկզբից 40 էր հաղորդվում։ 40 ես ինչքան հասկանում եմ, երևի էտեն է ինչը որ իրանք կարացել էին գտնել եւ պլանների մեջ ունեին, բայց օրինակի համար տեսանք, որ օրինակի համար մեկ աերոդրոմի դեպքում չհասավ տեղ այն բեռնատար ավտոմեքենան, որ դրոնները պետք է տաներ, ինչ-որ տարբեր պատճառներով։ Եվ ստեղ դե պետք է նշել, որ ինքնաթիռները, որ խոցվել են, բոլոր 3 տեսակի, 3 տեսակը ամենագլխավոր Tu-95 MS, Tu-22 M3 եւ A-50 հետախուզական ինքնաթիռները ոչ մեկը դրանցից չեն արտադրվում ասպահին եւ դրա այդ իմաստով այդ կորուստը բավականին ցավալի է, որովհետեւ կարճաժամկետ եւ միջին ժամկետ ինչ որ հորիզոնում իրենք չեն կարող վերարտադրվել, այդ կլասի նաեւ ինքնաթիռները չեն կարող արտադրվել, որովհետեւ բացի տակտիկական թևավոր հրթիռներից ոչ առանց միջուկային զենքի իրենց գլխավոր խնդիրը դա միջուկային հենց հրթիռների արձակումներ եւ կարելի է ասել, որ մինչեւ երևի պոտենցիալի 25-30%-ը մոտավորապես կորավ մեկ օրվա մեջ։ Պարոն Ներսիսյան, իսկ Ուկրաինան ո՞նց է կարողացել հասնել նման տեխնոլոգիական զարգացման, եթե չեմ սխալվում, նրանց արսենալի կեսը գրեթե, որ օգտագործվում է պատերազմում, իրենք են արտադրում, թե վերջերս նաև նշում են, որ եվրոպական երկրների հետ ունի Ուկրաինան բանակցություններ, նրանց տարածքներում արտադրել զինատեսակներ, այսինքն որոշակի ձեռքբերումների հասել են։ Ստեղ պետք է հասկանալ ինչի մասին է կոնկրետ խոսքը գնում, եթե խոսքը գնում է ԱԹՍ-ների մասին, օրինակ ամենամեծ քանակի արտադրությունը դա FPV դրոններն են, որոնք կարելի է ասել համարյա քաղաքացիական դրոններ են, կոմպոնենտները քաղաքացիական են, Չինաստանից մեծ մասամբ Ռուսաստանի դեպքում էլ, Ուկրաինայի դեպքում էլ, ու եթե մենք այս Սարդոստանի մասին ենք խոսում, նաև իրենք օգտագործել են այդ կոմերցիոն տեխնոլոգիան, որը այդ ամեն դրոնը, որ խոցել է անգին ինքնաթիռ, արժի, ասենք, $500-ից $1000 ամենաշատը, ամեն մեկը։ Արդարացված էր տնտեսապես։ Հա, ու եթե իրանք ասում են, որ մենք օրինակի համար չգիտեմ 20-30%-ը մեր զենքի արտադրում ենք Ուկրաինայում, դա ցույց է տալիս մի բան, որ այդ FPV դրոնների քանակը կիրառման շատ բարձր է եւ արտադրության քանակն է նաեւ շատ բարձր, հարյուրավոր հազարների մասին է խոսքը գնում, տարվա կտրվածքով միլիոնների մասին է խոսքը գնում, բայց շատ ուրիշ բաներ կան, որ Ուկրաինան չի արտադրում բնականաբար, ասենք, բրոնետեխնիկայի մասին, եթե խոսքը գնա կամ ինչ որ հրթիռային տեխնիկա սկսել են արտադրել, բայց քանակները դեռ այդքան շատ չեն աճել, բայց դրոնների պարագայում կան մի քանի տեսականի դրոնների, որտեղ ուկրաինացիներն ու ինչ որ չափով նաև ռուսները այս պահին առաջատարն են, բայց այստեղ խոսքը գնում է մեծ մասամբ քաղաքացիական կոմպոնենտների հիման վրա հավաքած դրոնների մասին։ Իսկ մենք իհարկե տեսանք, որ այսօր գիշերը, հա, նաև Ռուսաստանն էր թիրախավորել Ուկրաինայի տարածքը հրթիռային ԱԹՍ-ների հարվածներով, հիմա ռազմի դաշտում ինչպիսի իրավիճակ է, Ուկրաինան, ասենք, կարողանում է զսպել հարձակումը, օրեր լինում են, իհարկե մենք լսում ենք Ռուսաստանը գրավեց այս գյուղը,
այն քաղաքը, այսպես իհարկե որոշ տեղաշարժեր կան, բայց ուժերի համեմատությունը հաշվի առնելով ռազմի դաշտում ինչպիսին է։ Ամիսը մի քանի 100 քառակուսի կիլոմետր Ռուսաստանը կարողանում է տարածք գրավել, բայց պետք է Ուկրաինայի տարածքի չափը իմանալով դա շատ մինիմալ տակտիկական նվաճումներ են, որոնց գինը շատ հաճախ ստրատեգիկ մակարդակի ռեսուրսներ են, որ հասնեն այդ նվաճումներին։ Մարդկային ռեսուրսներ, մարդկային, զինազենք, զինամթերք, այո, եւ այսինքն չարթարացված օկուպացիաներ։ Դե կարելի է այտենց էլ ասել, նույն ժամանակ այստեղ իրենց ինձ թվում է ստրատեգիան նրա մեջ է, որ ժամանակի հետ ուկրաինական զորքը ավելի շատ կմաշվի, քան իրենց զորքը տարբեր պատճառներով, օրինակ նույն մարդկային ռեսուրսների հետ կապված, բայց մենք վերջի անգամ տեսել ենք մեծ ինչ-որ օպերատիվ նշանակության գործողություններ երևի 2022 թվին ու որևէ կողմի մասին եթե խոսքը գնում է, Խերսոնի հետ գրավում։ Խերսոնից հետո չի եղել ոչ մի որ ասես օպերատիվ մակարդակի օպերացիա ոչ մի կողմից բավականին տակտիկական խնդիրներ են լուծվել ու եթե քարտեզն էլ կան են ինտերակտիվ քարտեզները որ timeline-ով կարողանալ կտեսնեք որ այդ քարտեզի վրա բավականին քիչ բան է փոխվել Ինչու է այդ Երևի սառել առաջնագիծը, հա, ճիշտ է օգտագործել։ Դա չի սառել, բայց ինքը հենց առաջնագծի պատերազմ է դարել։ Պատերազմական գործողություններ նկատի Առաջի համաշխարհայինի ինչ որ լոգիկայի մեջ մի քիչ որ տենց շատ դանդաղ առաջ է ստացվում գնալ։ Ինչու, որովհետև նոր ունենք նոր տեխնոլոգիաների գործոնը նաև այսօր մարտադաշտը 24/7 ռեժիմով հետախուզվում է երկու կողմից Եվ մենք եկել ենք այն կողմերը եկել են այն իրավիճակի, երբ որ իրենք մեկ գումար տակել չեն կարող հավաքեն միտեղ, որ օրինակ համար կարողանան ինչ-որ լուրջ հարված հաստատեն։ Հենց ինչ-որ, չգիտեմ, թե տենց պրիմիտիվացն են 10 հոգուց կամ 2 տանկից ավել միտեղ հավաքվում է, հրետանին միանգամից սկսում է աշխատել դրա վրա։ Եվ այն փորձերը, երբ որ արվել են ավելի մեծ ուժեր օգտագործել, մի քանի անգամ եղել են տենց փորձեր, մեծ մասում դեպքերի շատ վատ է վերջացել տարբեր սցենարներով, ստացվել է, որ ասենք կարող էր 1 բրիգադ, 2 բրիգադ մի օրվա մեջ ջախջախվել ուղղակի համար։ Հենց փորձել են տենց մի քիչ ավելի լայնամասշտաբ խոշոր գործողություններ անել։ Հետաքրքիր է, բանակցություններում իհարկե հիմա լավատեսան։ Դա իմիջիալոց Ուկրաինային էլ է վերաբերվում, երբ որ իրանք էլ փորձեցին այդ մեծ գործողությունները անել, հակագրողը մոտավորապես նույն լոգիկայով էլ այնտեղ ջախջախվեցին զորքերը։ Պարոն Ներսիսյան, տեսեք, իհարկե բանակցություններում հիմա չկա լավատեսության հիմք հաշվի առնելով, որ կողմերը իրենց մաքսիմալիստական պահանջներն են դնում եւ ասենք Ռուսաստան պահանջում է 4 տարածքներից դուրս գալ բանակի նկատմամբ սպառազինության թվականակի սահմանափակումներ մտցնել Ուկրաինայի հետագա ստատուսի հարցը, զինվածության, օտարերկրյա զորքերի Ուկրաինայի տարածքում գտնվելու հարցը, բացառել ինստիտուցիոնալ մակարդակում եւ այլ։ Այ եթե պատկերացնենք մի սցենար, ենթադրենք Միացյալ Նահանգների այս ադմինիստրացիան եւս գալիս է եզրանկման, որ Ռուսաստանի Դաշնությունը մտադիր չի կանգնեցնել պատերազմը եւ շարունակվելու է պատերազմը։ Այ դուք ինչ եք տեսնում, ամերիկյան կողմը կարող է ավելի հակված լինել Ուկրաինային զինատեսակներ տալ եւ այսպես Ռուսաստանին հարկադրել ինչ որ կանգնեցնել պատերազմը, այսինքն ստատուս քվո փոխել պատերազմի դաշտում, որը կբերի նաեւ քաղաքական բանակցությունների, թե այսպես դուրս գալու սցենար կտեսնեք, ինչ եք դուք այդտեղ տեսնում։ Երկու սցենարն էլ սեղանին են իմ կարծիքով, եթե Թրամփին լսենք գոնե ինչը որ ինքը ասում է, ինքը ինձ թվում է կուզենար ավելի շատ դուրս գար, գոնե ինչը որ ինքը ասում է, տենց տպավորություն է թողում։ Հարցն է դա կկարողանա ինքը դա անել թե չէ, որտեվ ԱՄՆ-ն մենակ ինքը չի ղեկավարում, ինչքան էլ ինքը դա փորձում է անել։
Եթե դուրս գա, դա բնականաբար շատ վատ ուկրաինական կողմի համար կլինի եւ Ռուսաստանը դժվար թե պատերազմը վերջացնի, կարճաժամկետ եւ միջին ժամկետ պարագայում կփորձեն օգտագործել դա, գոնե 1 տարի էլ տեսնեն ոնց է գնում։ Եթե ավելի շատ օգնի ԱՄՆ-ն, այդտեղ երաշխիքներ չկան, որ ուկրաինացիները ինչ-որ լուրջ հարածքներ են հետ կանալու բերել, բայց կարող են օրինակի համար վնասը տնտեսական ավելացնել, օրինակի համար այդ հարվածների քանակը Ռուսաստանի ներսում շատանա կամ ավելի ստաբիլիզացվի իրավիճակը հենց առաջնագծում կորուստները Ռուսաստանի կողմից աճեն եւ այդտեղ երևի սցենարը կարա լինի ինձ որ ասենք մի տարի էլ կանցնի ու Ռուսաստանը կհասկանա, որ ինքն էլ անելու բան էլ չունի, օրինակ, համար չի ստացվում ու այդտեղ էլի փորձել էս նույն բանակցությունները մի անգամ էլ անցկացնել, բայց արդեն ոնց որ առանց տենց ծանր նախապայմանների, որտեվ ինչը որ ուկրաինական կողմն է այսօր ասել, որ դա մաքսիմալիստական է, էլ երևի չի կարելի։ Առաջ մաքսիմալիստական էր, բայց հիմա իրենք կարելի ասել մի բան են ասում, եկեք սարացնենք պատերազմը առանց որևէ ուրիշ նախապայմանների, հələ ես չքան հասկանում եմ այդ որոշ ուրիշ բաների մասին էլ խոսք կարա լինի, ասենք այդ ՆԱՏՕ-ի շուրջ ինչ որ խոսակցություններ գոնե կարան լինեն։ Դե յուրե միգուցե չճանաչեն այս տարածքները Ռուսաստանինը, բայց դե ֆակտո միգուցե Ուկրաինան պատրաստ է պես ասել լռել։ Եթե իրանք պատրաստ են սառացնել պատերազմը, դա դե ֆակտո համարվում է, որ ընդունում ես, որ այս պահին դա օկուպացված տարածքներ են իրանց մոտ, բայց հարցը չբարձրացնել ինչ իմաստով, չհիշացնել, որ օկուպացված են, չեմ կարծում, որ դա տենց կարա լինի, ճիշտն ասած։ Շատ լավ, այստեղ պետք է իհարկե հետևել բանակցությունները ինչ արդյունքներով կգնան, պարոն Ներսիսյան, Հայաստանի համար այս պատերազմը ինչ դասեր է բերում ընդհանրապես համեմատություններ անելիս դուք ինչ այսպես հիմնական մի քանի կետ առանձնացնում եք, մենք օրինակ տեսնում ենք ռազմավարական օբյեկտների թիրախավորման տենդենսներ, այսինքն ինչպես նշեցիք կուտակումներ իհարկե փորձում են թույլ չտալ, բայց նաև հարվածում են միմյանց թիկունքում եղած ռազմավարական նշանակության օբյեկտները, էներգետիկ օբյեկտները, ռազմաբազաները, չգիտեմ, ասենք այս ինքնաթիռների պատմությունն եք տեսնում, այ ժամանակակից պատերազմի տեսքը ինչպիսին է։ Ձեր նշած շատ գործոնները միշտ էլ եղել են օրինակի համար խորքում տարածքի խոցել ռազմական օբյեկտներ երկրորդ համաշխարհային ժամանակ էլ են արել կողմերը հարցն է նա որ ռեսուրսները շատ տարբեր են հիմա որոնք պետք է դրա համար օգտագործել ասենք երկրորդ համաշխարհայինում կարային 300 չգիտեմ ամերիկացիները 300 հատ B-17 ուղարկեին ինչ-որ մի հատ օբյեկտի խոցելու համար ու կարողա չխոցվեր մինչև վերջ, որովհետև ճշգրիտ չէր այդ զենքը ու ասենք 50 հատ էլ կորցնեին այդ B-17-ներին այդ ժամանակ։ Հիմա մենք տեսանք, որ եթե օրինակի համար այս Սարդոստանը նոր է եղել, դրա համար ենք իր մասին խոսում, բայց էլի տարբեր դեպքեր եղել են, երկու կողմից էլ էլի նաև, երբ որ օգտագործում են ինչ-որ մի քանի 100 միլիոն դոլարանոց օբյեկտներ ոչնչացնելու համար ապրանք, որը արժի մի քանի $1000 կամ մի քանի տասնյակ $1000։ Դա մի քիչ նորություն է, եւ եթե մեր համար գլխավոր դասերից մեկը նա է, որ եթե մենք չադապտացվենք այս նոր տեխնոլոգիական մոտեցումներին, ու ադապտացվել ասելով, ես նկատի ունեմ միշտ պետք է ադապտացված մնալ։ Հիմա կարելի է վերցնել այս պահի մակարդակը, որ կա, դա անել ու 2 տարուց էլ դա կարող է չաշխատի։ Ինչ որ տենց պետք է շարունակական այդ մոդեռնիզացիան գծի, այո։ Եվ հիմա մենք տեսնում ենք, որ գոնե այն պատերազմը դարել է համ մոբիլ, նույն ժամանակ համ բավականին լուրջ շեշտ է դրվում պաշտպանական շրջաններին կառուցման հետ կապված։ Ստեղ էլ ճիշտ բալանս է պետք, կա տենց էքստրեմալ հայացքներ մեկ-մեկ, որ մեզ պետք է որևէ դիրք չպահել, չգիտեմ, մենակ մոբիլ գործել, դա տենց էլ չի կարող աշխատի, դա պետք է լինի ինչ-որ ճիշտ բլենդ այդ երկու
խառնորդ այդ երկու կոմպոնենտի մեջ։ Ամրակայումներ էլ պետք է լինեն։ Այո, որտեվ որ այդ զորքերը մոբիլ կարողանան գործեն, իրենց մեկը պետքա որ այդ ինչ որ ինֆրաստրուկտուրա էլ դրա ենթակառուցվածքներ լինեն դրա համար, բացի դրանից որ գոնե թշնամուն կարողանես դանդաղացնել եւ չթողել որ շատ արագ ինչ որ առաջ գնացումներ ունենա։ Իսկ մոբիլ խմբեր ձևավորվում են Հայաստանի զինված ուժերում։ Լավ հարց եք տալիս, ինձ թվում է որ աշխատանքներ կան օրինակի համար նոր տիպի սպեցնազի զորքերի հետ կապված, հատուկ նշանակության զորքերի հետ կապված եւ դա շատ կարեւոր է, որովհետեւ եթե մենք մեր փորձը արդեն վերցնենք 2022 թվականի շատ մեծ գործոներ այն որ ադրբեջանական կողմից այդ զորքերը համ քանակով էին ավելի շատ, համ որակով էին ավելի բարձր։ Իսկ եթե խոսքը գնար օրինակի համար սովորական ինչ որ զորակոչիկներից կազմված զորքի մասին, այնտեղ ինձ չի թվում որ որակի որևէ տարբերություն է, հələ հարցական կարա լինի թե որտեղ էր ավելի լավ կամ ավելի վատ։ Դրա համար այդ պրոֆեսիոնալ կոմպոնենտի որակի աճը եւ քանակի աճը շատ կարեւոր է եւ դա էլ կարա լինի դասերից մեկը, բայց երրորդ ամենամեծ դասերից մեկը նաեւ որ նաեւ մեր 20 թվի խնդիրների հետ էլ է դա կապված, հիմիկվա ռուս-ուկրաինականի նաեւ դա կառավարման մոտեցումներն են, դա պետքա լինի շատ տարբեր նրանից, ինչ որ մենք ունեցել ենք 20 թվականին։ Զորքերին տիրապետել, հա։ Մենակ տիրապետելը չէ, հենց օրինակի համար դու չես կարա այսօր գրավոր ինչ որ փաստաթուղթ տանես մի տեղից ուրիշ տեղ կես ժամ, ասենք, չես կարա դրանով զբաղվես կամ չես կարա թղթու գրիչով ինչ որ հաշվարկներ անես, չես կարա թղթի քարտեզի վրա աշխատես, որովհետև դա տևում է ժամանակ, որը էլ չկա։ Եվ եթե թշնամին տենց չի անում, եւ թշնամին ունի արդեն թվային կառավարման գործիքակազմ, դու պարտվելու ես 100%-ով պարտվելու ես, որովհետև դու միշտ մի քանի քայլ հետ ես լինելու։ Ինչ որ դեպքերում մի քանի ժամ կամ օր հետ կարելի է լինել այն իմաստով որ իրավիճակներ կարող լինեն երբ որ դու չես հասկանում քո զորքը որտեղ է որ մնաց թշնամու զորքը եւ այդ ինտեգրված մարտադաշտի կոնցեպտը ինքը շատ կարեւոր է ինտեգրված ասելով նկատի ունենք ինչ նկատի ունենք որ օրինակի համար դուք ունեք տարբեր սենսորներ որ թշնամուն պետք է գտնեն դուք ունեք տարբեր տեսակի զորքեր պատկերացնենք ավիացիա ունեք հակաօդային պաշտպանություն հրետանի եւ պետք է կարողանաք այդ սենսորներից սա հավաքել on-line ռեժիմով ինչ որ թվային կարողանաք այդ ամեն ինչը իրար հետ blend անեք, թիրախները գտնել, դա տալ օպտիմալ զորքին, օպտիմալ ես կասեի, ասենք ոչ թե զորքին, այլ օպտիմալ օրինակ հրետանային բատարեային դա պետք է կարողանաք շատ տալ, որ կրակ արձակի ու դա պիտի տևի, ասենք 2 րոպե սաղ ինչը որ ես նկարագրեցի։ Եվ ոչ 2 ժամ կամ 2 օր։ Այո, եւ դա ռեալիստիկ է ու ասենք եթե մենք վերցնենք ուկրաինական փորձը մինչև պատերազմի սկիզբ 2022 թվին, իրանք ունեցան տեղական 1-2 ընկերություն IT, որոնք կարողացան դա բավականին բարձր մակարդակով բանակ սկսել մտցնել։ Ու Հայաստանի դեպքում ինձ չի թվում, որ մենք այդ պոտենցիալը ունենք այդ պոտենցիալը եւ դա եթե դա չարվի, դա ոնց որ բանակի ոնց որ բանը լինի, ասենք, ներվային համակարգը, գլխուղեղը չէ մենակ։ Հիմա մենք կարայինք ունենայինք օրինակ 20 թվին իրավիճակ, երբ որ գլխուղեղը կա, բայց սիգնալը տարածելու ձևը չկա, ասենք, ու հետ ստանալու որևէ սիգնալներ։ Հիմա դա շատ կարևոր է նաև որ քո սուվերեն հնարավորությունները լինեն, որովհետև այդ տիպի տեխնոլոգիան էլ եթե դրսից է բերվում, դա կարա խնդրահարույց լինել, եթե այսօր դուք այդ երկրի հետ լավ եք, ամեն ինչ լավ կլինի, եթե
10 տարի անցնի, չգիտես ինչ տարբեր պատճառներով փչանան հարաբերությունները, շատ կարա տխուր վերջանա այդ պատմությունը։ Նախորդին մեր հյուրը Հայկ Չոբանյանն էր, ես նրան հարցնում եմ Հայաստանը ԱԹՍ-ների հարվածային կամ հետախուզական մշակումներ անում է նաև արհեստական բառականությամբ ինչպիսի մշակումներ կար, հարցը դրական էր եւ հասկանալի է, որ ռազմաարդյունաբերության թեման մեր կոնտեքստում փակ թեմա է համարվում եւ տեղեկությունները շատ չեն, բայց սա ռիսկային է նաեւ, որովհետեւ կարող է գործ չարվել եւ մենք հանրությունը չիմանա, որ գործ չի արվում եւ չկարողանա հարցեր տա, թե ինչու գործ չի արվում փակ լինելու պատճառով։ Կարող է գործ է արվում, բայց պետք չի հանրության հանրայնացնել եւ դա կարելի է հասկանալ, բայց առաջին մասի վտանգն էլ կա։ Հայաստանում այս իմաստով մշակումների իմաստով նաեւ արհեստական բառականությունից էլ խոսենք, վստահաբար այն ներդրվում է ամենուր եւ անհնար է ռազմաարդյունաբերություն արդեն իսկ լավ մշակումներ չլինեն, Հայաստանում ինչ որ բան արվում է։ Արվում է եւ եթե մենք խոսանք գործ արվում է թե ոչ, օրինակի համար եթե օֆիցիալ ասվել է, որ 3 տարվա գնումները Հայաստանի ներքին ընկերություններից $400 միլիոն ավել են, ասել որ չի արտադրվում որևէ բան, երևի բարդ կլինի։ Այո, չեն ասում ինչ կոնկրետ ինչ է գնվել, բայց դա ոլորտի համար, որը կարելի է ասել 7 տարի առաջ գրեթե չկար կամ ինչ որ տենց մինիմալ ինչ որ բաների մասին էր խոսքը գնում, դա շատ լուրջ աճ է, հատկապես եթե մեր գնումների քանակը փորձենք հասկանալ, դա բավականին լուրջ տոկոս է կազմում հենց եթե մեր բոլոր գնումները նաև դրսից փորձենք համադրել, լուրջ տոկոս է ստացվում, որը ոչ բոլոր երկրները այդ տոկոսի մոտիկ են։ Դրա համար աշխատելու տեղ շատ կա դեռ եւ հարյուրավոր թեմաներ կան, որ հավելյալ կարելի է զարգացնել, բայց պետք է նաև հասկանալ, որ փոքր է մեր երկիրը եւ մարդկային ռեսուրսների խնդիր կա, բացի ֆինանսականից, ասենք թեմաները ավելի շատ են, քան կա մարդ, որ դա այդ բիզնեսը օրինակ համար կազմակերպի, սկսի զբաղվել, դա էլ ուրիշ մի խնդիր է։ Իսկ արհեստական բանականություն պլյուս ԱԹՍ-ներ։ Դա ինձ թվում է կա, ես չեմ կարող ավելի շատ ասել, քան կարելի է բաց աղբյուրներից գտնել, բայց ԱԹՍ-ների պահով ինձ թվում է մեր տարբեր տեսակի դրոնները ցուցադրվել են ընկերությունների կողմից, չեմ կարող ասել որոնք են գնվում կամ որոնք չեն գնվում, բայց կարելի է ենթադրել, որ այդ $400 միլիոն ավել խոսակցությունը որ գնում է, հենց մի քանի մոդել մեծ քանակով պետք է որ գնվեն։ Պարոն Ներսիսյան, շնորհակալ եմ զրույցի համար։ Factor TV-ում հյուրընկալել ենք Լեոնիդ Ներսիսյանը։